Պարուհի կրտսեր Սոֆի Դևոյանն ու նրա մայրիկը, երգչուհի ՀՀ վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանն այս օրերին նկարահանվում են և մասնակցում են երկու ազդող հեռուստանախագծին։ Ի սկզբանե, երբ նրանք հայտարարեցին այս նախագծում իրենց մասնակցության մասին, կարելի է փաստել, որ մեկնաբանություններն ու դրա շուրջ արձագանքը միայն դրական էր։ Սակայն այլ պատկերը արդեն նրանց ելույթներից հետո։ Մեր աչքից չի վրիպել, որ երեկվա նրանց համատեղ կատարած համարից հետո համացանցի օգտատերերը միանշանակ բացասական մեկնաբանություններ են գրում Մոր և Դստերի ելույթի մասին։ Դրանցից մեկը ներկայացնում ենք։ Ահա որա, ախր ձեր ձայները սարսափելի են, դուք ձեզ լսել եք, թե բեմում անհաջող կատարումն ու անճաշակ հագուստը ձեզ հաճույք է պատճառում, ուշքի արեք, ամոթ է, դուք երբեք չեք համեմատվի եվրոպական ստանդարտների հետ։ Մյուսը գրել է. Վայ, իմ շունչը կտրվեց, էս ինչ էր, մեր ու աղջիկ տոկի տվեցին, բատատիկ ուրա, նրա մոտ երևակայի ավելի լավ կստացվեր, ինքը պարելուց լավ ա, սրանք մենակ ու են ասում։ Էս ինչ էր, կենդանաբանական այգին տեղափոխվել էր, բեմ։ Քունս փախավ, ոչ էի լսել, առանց ձայնա պետք նայել, շունչս կտրվեց։ Մեղայ Աստծու, սրանց ինչ եղավ, դարձել են մասալա ցեղի ներկայացուցիչներ, էս ինչ էր։ Զարուհին ջոկել ա, որ չեն կարում երգել, այսօր անպայման կնստեք կնայեք ձեր հաղորդումը։ Ոչ մեկը ձայն չունի, սրանք ընկել են ձևի հետևից։ Կտանքների ենթարկվեցինք, ներողություն եմ խնդրում, բայց ես իրենց երգերն այլևս չեմ կարողանում լսել, նրանք մի ձայնի գոռում են։ Կրկես։ Էս ինչ տանջակ քաշեցիք, այ բալամ, գուցե ուրիշ մի բան ընտրեիք։ Ես աստղ չտեսա, այն էլ երկու հատ։ Անճաշակ ելույթ, սա ավելի շատ կրկեսային համար կարելի էր որակել, իսկ մեծ Սոֆին ինչու է հետ մնացել։ Աղջիկը լրիվ բաղաձայն է ու առհասարակ էս երգեր, թե նյարվատրյոպկա։ Ինչքան կարելի է վանել։ Կրահիկ միջավայր և կերպարանքներ։ Ահա սրանք են համացանցի օգտատերերի մեկնաբանությունները, որոնք ուղղված են Զարուհի Բաբայանի և կրտսեր Սոֆի Դևոյանի ելույթին։ Երեկվա ելույթը կարծես թե այնքան էլ դուր չի եկել հանրությանը։ Պարուհի կրտսեր Սոֆի Դևոյանի մասնակցությամբ ցանկացած հրապարակում լայնորեն տարածվում է համացանցում։ Պարուհու հանդեպ այս ուշադրությունն ու սերը կարելի է համարել ավելի ակտիվ և առավել շատ վերջին տարիներին։ Բանն այն է, որ շատերին հետաքրքրում էր Սոֆի Դևոյանի անձնական կյանքը։ Վերջինս այս ամենը փորձում էր թաքցնել հանրությունից, սակայն վերջին ամիսներին նա հայտնեց, որ սիրելի ունի, նշանադրվել է և պատրաստվում է ամուսնանալ։ Սոֆի Դևոյանի սիրելիին և եղբորը շատերն են միմյանց նմանեցնում։ Օրեր առաջ ինստագրամյան հարթակում հարց ու պատասխանի ժամանակ շատերն էին նշել, որ Սոֆի Դևոյանի եղբայրն ու նրա ամուսինը բավականին նման են միմյանց, դե իսկ Պարուհին էլ փաստել էր, որ շատերն են այդ կարծիքին։ Այս օրերին Սոֆի Դևոյանն իր մայրիկի հետ մասնակցում է երկու ազդող նախագծին։ Սա թերևս էլ ավելի է շատացրել Պարուհու հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Սոֆի Դևոյանը վերջին ամիսներին ամուսնացել է։ Նրա արձանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ։ Պարուհին ընտրել էր ոչ ստանդարտ, յուրօրինակ և էլեգանտ արձանեկան զգեստ։ Սա կարճ ժամանակ քննարկվեց համացանցում։ Շատերը նշում էին, որ իրենք երբեք չէին գնա այդ քայլին և չէին կրի նման արձանեկան զգեստ։ Շատերն էլ փաստում էին, որ պետք է տարբերվել, քանի որ այսօր մեկը մյուսին նմանվում են հարսիկները, դե իսկ Սոֆի Դևոյանի ընտրությունը որպես այդպիսին տարբերվող է։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք Սոֆի Դևոյանի, ինչպես նաև ավագ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ պարուհիները իրենց բարի խմբով մասնակցում էին հարսանիքի։ Ամուսնանում էր նրանց թիմից մեկը։ Ներկայացնում ենք այս հարսանիքի բացառիկ կադրերը ձեզ, որտեղ պարուհիները մի լավ ուրախանում են։